Երևանի բակերում ձևավորվում է մի վտանգավոր իրականություն, որը շատերը նախընտրում են չնկատել։ Զրուցարաններում հավաքված դպրոցականներ հպարտությամբ վառում են հերթական սիգարետը, առանց ամաչելու, առանց վախենալու, առանց որևէ խոչընդոտի։ Նկարում Դավթաշեն 4-րդ թաղամասի զրուցարաններից մեկն է։ Այստեղ ամեն օր, վաղ առավոտից, հավաքվում են երեխաներ, այդ թվում նույնիսկ 6-րդ դասարանի աշակերտներ, եւ սկսում ծխել։ Այս պատկերը մի շարք լուրջ հարցեր է առաջացնում։ Ինչ է դա նշանակում։ Ծնողները տեղեկացված չեն, կամ գիտեն, բայց այլևս չեն կարողանում ազդել, վերահսկող մարմինները բավարար հետևողական չեն, իսկ հասարակությունը շարունակում է լուռ մնալ։ Սակայն խնդիրը միայն այս երեխաների առողջությունը չէ, խնդիրը շատ ավելի խորն է։ Նրանց կողքին կանգնած փոքրերը նայում են, սովորում եւ ընդօրինակում։ Երբ ավագ դպրոցականը ծխում է, փոքրը դա ընկալում է որպես մեծանալու նշան։ Այդպես էլ ձևավորվում է վարքի վտանգավոր շղթա, որը տարիներով փոխանցվում է մեկ սերնդից մյուսին։ Այսօր ծխող աշակերտը վաղը դառնում է օրինակ, վաղվա երեխան դառնում է վաղվա ծխող։ Ինչպես կոտրել այս շղթան։ Գուցե ժամանակն է, որ համապատասխան ծառայությունները, հատկապես ոստիկանությունը, ավելի հետևողական եւ տեսանելի լինեն այս խնդրի լուծման գործում։ Գուցե ժամանակն է, որ ծնողները ավելի ուշադիր լինեն, եւ գուցե հասարակությունն այլևս չանցնի անտարբեր։ Քանի դեռ մենք լռում ենք, խնդիրը խորանում է։